Խնձոր, այսա կտամ աղջիկներս ինչով ենք զբաղված ես ու Էրիկը։ Աբլաշկա մեկ սարքում Գրքի կազմեր ենք սարքում, հլը նայեք։ Ինչ սիրուն գրքի կազմը ստացվել։ Պետքա բոլորի սումկաները ստուգեմ, ով վաղ առանց գրքի կազմի եկել, գրքերը պետքա վերցնեմ։ Եվ մենք ինչ արեցինք, բնականաբար ես գիշերվա կեսին մեքենան ստեղ չի ստապրապոլում, աստեղ խանութներ չկա այս գրքի կազմերից։ Մի անգամից մտքովս անցավ այսպես ինձ համար գրքի կազմեր հորինել։ Այս մեկը պատրաստի կարելիքին, անգլերենը իրան անհրաժեշտ չի։ Պետք է պատրաստենք մաթեմատիկայի համար, լնայք ինչ ընտիր գրքի կազմը ստացվել այսպես, որպեսզի կազմերը պահպանվեն, էլի չանան։ Այս մեկը, այս արդեն գրականությունն է, սենց սիրուն սարքել եմ։ Բայց աղջիկ որ կորավ։ Աղջիկ, երկու կողմից է տղա է։ Աղջիկը այս Կեսն է։ այս Ահա։ Ժամանակավոր ես կթողնեմ, միջև կգնամ երեխու համար գրքի կազմեր կառնեմ։ շատ լավն է։ Շատ լավն է։ Հիմա երրորդը ինչն ենք սարքում, ռուսաց լեզուն, պետք է սարքենք վալբերսով։ Հիմա տեսեք ինչ ենք անում։ Դե ինչ պետք է անենք աղջիկեք ջան, հո չենք ուղարկի երեխուն առանց գրքի կազմի, որ առանց դասագրքի տուն վերադառնար։ Մամա, давай окружающий мир. Հիմա տարբերություն չկա, բալես։ Для окружающего. Հիմա ինչ ենք անում, աղջիկեք ջան։ Երկու հատը սարքեցինք, յոթի ժամանակ ասի միանամ ձեզ։ Այստեղ այս հատվածն է պետք է հանեմ։ Մամա, смешной, Вальбрес. Չէ, լավ էր։ Так, սենց սիրուն բացում ենք, որ հատվածը թողնենք Երիկ։ ISC, где там телефоны. И надпись Вальбрес. Վալբերս։ Բա, ես հիշում եմ մեր մանկության ժամանակ, որ դասի էինք գնում, բաներ էինք սարքում, վայ են, որ գրում ենք խաշբար, ինչ էր անունը, երեխեք, հարելի, որ լրացնում էինք, դրանցով էինք սարքում մեր գրքի կազմերը, մենք, որ դասի էինք գնում, փոքր ժամանակ, Первый класс. մենք էինք սարքում, ես շատ մեծ կարող է, երկու հատ անենք Երիկ ջան։ Հա, երկու հատ կլնի։ Չէ, լավը չկտրեցի։ Լատնա, սենց ենք անում։ Բաժանում ենք հավասար երկու մասի։ Зато видно, да. Թեկնո, լկարթանդը։ Это Ես ինչ է գրած։ Թեկնո։ Или տեկտա։ Այս սենց զբաղված ենք աղջիկներս։ Մենք սարքում ենք, որ ուջիջել չտարվի։ Որ ուսուցչուին հա չվերցնի գրքերը, ասեց ով առանց կազմի եկավ և էջանշանի, պետք է վերցնեմ գրքերը։ Ես նայեմ։ Տղես էլ ենքան ուրախացել, ասում օպրես մամ ջան, որ սարքեցիր։ Վալբրես։ iPhone. Վալբրես։ Անա ջան, էսի Վալբրեսա։ Да, Արերիկ ջան, Վալբրեսա։ Վալբրես учебник։ Ինչ է Էդինա ջան։ Էսի սենց ավելի հարմար է, թե։ Սան են հասնում։ Մեզ սկոճը դու Էրիկ։ Скотч. Прозрачную? Да. Այստեղ էր, ուր տրեցի, բալես։ Հլնայ ուր տրեց ուր։
Հեսա։ Օրագրի տակ նայ։ Հեսա։ Աղջիկներս այս մեկն է վերջացրեցինք, զանգ եկավ մամաս էր զանգում, համսարկում։ Լնայք ինչ սիրուն է։ White breast։ Հիմա հաջորդն է էլի white breast-ը, այն մեկը արդեն ռուսացն է։ Այս էլ սարքում ենք ու վերջ։ Չէ Էրիկ։ Ընթացքում էլ մանդալինք։ Անենց անուշ ախոտը գալի։ Քաղցրա։ Դարկցի մուսեր արի բալես։ Դարտուստյո պապին ալի։ Թող ես կտանեմ կթապում։ Աստեղ են ապում։ Որդն ես կխմեմ։ Я посчитала правильно. Հեսա վերջացնում եմ։ Հեսերիկ ջան, լսեն սպահի հազիս ջան։ Ուր տրիս կոճը։ Շնորհակալություն։ Мама, Сакара, что-то это означает спасибо? Да, շնորհակալություն։ Շատ լավն է տալիս։ Կարևորը գիրքը խնամված լինի, մաքուր լինի։ Հələ դու գրի չէ, անուն ազգանունը դե գրեմ։ Սենց սիրուն խնամված գրքերը ստացանք։ Որտե դնեմ։ Չէ հերիք, այդ մի կպցու։ Դի կոպիտ է։ Աստեղ։ Չէ, մի կպցու, չէ, չի սասում դե։ Աստեղ։ Չէ հերիք։ Ստե կպցու։ Դինո։ Մնամ այդ ճանշանները մտածենք ինչ անենք։ Անգլերենը սովորի։ Закладку. Ոյ ասում եմ անգլերենը։ Բացի անգլիդ կրկնի։ Հաջա։ Նայ տետրերը ես նենց եմ արել, որ կազմով է։ Այդ կազմը չեմ դնում հանում։ Կազմը պոպիչ ինքը մի անգամից կազմացա։ Այս ռուսաց լեզուն իրագրքի մեջ, մաթեմ իրագրքի մեջ, պետք է դասադուն ստուգի կայուսակները, այնպես որ բարի առավոտ աղջիկներ։ Մեր մոտ ժամը 7-ն է, երեխաներին արդեն արթնացրել եմ, որպեսզի հագնվեն ու գնան դպրոց։ Մանկապարտ լսեք ինչ սիրուն եղանակ է, մռայլ։ Դե լուսնորապասում ինձ թվում է օրվա ընթացքում կլավանա եղանակը։ Այստեղ աղջիկներս երեխաներին վիտամին եմ տալիս, մինչև վիտամինները չեն ընդունում, դասի չեն գնում։ Երեխաներին ճանապարհում ենք դպրոց, այսօր մեր մեքենան տանը չի Ստավրոպոլում է, տաքսիով ենք ճանապարհում, այսօրվա սուրճ աղջիկներս ես չեմ դրել, Գյորգին ա դրել, այնպես որ եկեք վայելենք, ամպա, չես ուզում, չես որ կոնֆետից տամ Գյորգի ջան, բարև ձեզ, չես ուզում,
Այս կովիկները համով է։ Փաստորեն այսօր Արսենանց մոտ փարթի է լինելու, հա։ Քեֆ են անելու։ Երեխեքը։ Ένας βακέτης και έτσι. Δεν κάτσε να ζητήσω. Բարը մեր։ Աղջիկներս մեզ բոլորի սիանալի օր եմ մաղթում։ Կոֆես խմեմ ու անցնենք գործի։ Դրսում շատ եղանակ է, մառոզ, 8, -8 էր, թե -9։ Իշերն էլ լավ մառոզ է եղել։ Մինչև Իրիկունը վլոգը ընկավ, մյուս ալիք, արդեն ժամը 11-ն էր, մեկ ասացի ջնջեմ, առավոտ գցեմ, հետո ասի լավ դե ոչինչ թող ընկնի։ Առավոտ տեսանյութ կունենաք դիտելու, մինչև հաջորդը նկարահանեմ։ Կոֆես ձեր հետ եմ խմում։ Այն որ ոնց որ դուք եք գրում Աննա ջան, արդեն կախվածության մեջ եմ ընկել, առանց քեզ չեմ կարում, ես էլ եմ արդեն կախվածության մեջ, առանց ձեզ չեմ կարում։ Աղջիկներս։ Ամեն պահը ուզում եմ կամերան միացնեմ ու սեանսնեմ գործի ձեր հետ հավասար։ Դա գալիս է ումից, իհարկե ձեզնից։ Որ այդպես սիրուն գրում եք, ոգեշնչում եք, լայքում եք, մեկնաբանում եք, այդպես երեխեքը գնացել են, հիմա համ պերաշկի կանեմ, պերաշկի եմ ուզում անեմ, չգիտեմ, չէ պոնչիկ, պերաշկին հաջորդ դասին, ես անգամ պետքա պերաշկին մեր գոհարի բաղադրատոմսով անեմ, այսինքն պետքա կարտոֆիլը աղամ մսաղացով, հետո նոր ժարի տանեմ, որ հարթ լինի, ինչպես որ գոհարը ցույց տվեց, Գոհարի ալիքի մասին տեղյակ եմ, աղջիկեք ջան, Գոհարին էլ արդեն առիթ եմ ունեցել մեկ անգամ տեսել եմ, Հայաստանից որ Ստեփանովանց գալիս Ռուսաստան, գնացել ենք իր մոտից ենք այդ համեղությունները գնել, որ ես մինչև Ստաբրապոլ երեխեքին կուշտ պահած տուն եմ բերել, ամեն ինչ վերցրել էինք, նրբերշիկով սենց հացեր էր, պիցցաներ էր, Պուլկիներ էր, շատ փխրուն փափուկ, այնպես որ Գոհարի ձեռքը ոսկի է, շատ ընտիր, համեղ ուտեստներ ունի խանութում, կարող եք գնալ ու ինքն էլ դեռ համոզվեք, եթե մինչև այսօր չեք գնել։ Մեր Արմինեն մենակ իրանցից է պատվերանում, համ պիցցաներ, համ պուլկիներ, մի խոսքով ինքը արդեն տեղի գիտի գնում է, ամեն ինչ վերցնում այն չի անհրաժեշտ է։ Ես ճանաչում եմ, տեսել եմ Գոհարին մեկ անգամ, բայց այն ժամանակ դեռ տեսահոլովակներ չէր նկարում, ու գիտեի, որ Նազի քույրն է։ Նույնիսկ վլոգում նշում էի, որ Նազի քույրն է, գրում էին Աննա ջան, բա Նազով է։ Բլոգեր է, արդեն ինձ թվում է տես մարդ չկա, որ չիմանա Նազով է։ Այնպես որ մեկս մեկի շատ լավ գիտենք։ Սա ամուտ ստեղ։ Անց է երևանա։ Լույսն ընկնում է, չի թողում նորմալ դեմքդ պարս երևա, ասենց։ Դեռ առաջի սուրճն է, առաջին էլ ձեր հետ ենք ամպում։ Աղջիկը դեռ գնաց է, հա? Քսեն ասավ վարտասնել եմ խմեմ, սուրճ առանց վարտասնել չի լինի։ Տակ սուրճը։ Վարդը գնաց առաջի, թե չմենուվ մի անգամին խմեմ, տակ թեյնիկը միացնեմ, նաշնիկներ կան, սպասեք մի քանի ատրանական սուպեր եմ, կաղա Գյորգի պամիդոր ծվածեղ անեմ, Ինչի, հմի, շարքիդ է, Պետի պատբալի չեցվի դրա մար եմ ասում։ Ես չգիտեմ պամիդորը ծվածեղ որն է։ Չգիտես։ Ես չգիտեմ։ Ես գիտեմ ժիվոյ պիվը։
Գնացինք։ Հա, Էլինա։ Լսա բարև ձեզ։ Ուր ես գնում։ Մանգալու։ Գնում ենք սոֆիչկային դենալու։ Աղջիկներս դրոժը վերջացրել էր։ Ուզում էի հացի խմոր անեմ, տեսնեմ դրոժ չունեմ։ Ասի համ կգնամ դրոժ կառնեմ, համ մի հատ կգնանք Աննայի հետ սուրճ կխմենք ու տուն կգանք։ Դեռ ժամանակ ունեմ, մերիկը դեռ ժամը մի ժամից տուն է գալու։ Ուշ եմ դուրս եկել, բայց ոչինչ։ Վաղուր փաթա, դժվար թե այդքան տնայիններ ունենա։ Այսօր հանգստի օր եմ։ Գործերս գրեթե վերջացրել եմ։ Գործին էլ նայես չես կարա տանից դուրս գաս, պետք է ընդհատ գործ անես։ Ասեցի կորչի գործ Աննա ջան դուրս արի գնա, համ երեխուն մի քիչ ման կտաս։ Չէ՞ Էլինա։ Կոթա փոխվի, համ հավես եղանակը, համ էլ մի հատ Աննա այդ կոֆե կխմեմ ու կգամ։ Ասա մեր սիրուն եկեղեցին, սիրուն ձմեռ մեր գյուղում։ Աղջիկներս մյուս ալիքում վլոգ էի տեղադրել։ Արսենին մանկապարտեզից տուն բերելուց ճանապարհին բուլավկա տեսա փակ էր։ Հիմա հետևորդուից գրել ասում Աննա ջան վերցրու որ աղջիկ ունենաս, տատիկս տենց էր ասում։ Հիմա ամբողջ էս ինչ կարդացել եմ այդ մեկնաբանությունը ուղղիցս դուրս չի գալ, թե չվերցրի։ Երկրորդ աղջիկը կունենայի։ Հա Էլինա։ Էլինայս քույրիկ կգար։ Ամեն դեպքում փոշմանել եմ, որ չեմ վերցրել, ով կպատկերացներ, բայց է կատակ եմ անում, չգիտեմ ճիշտ է թե սուտ է, կարելի է դրան հավատալ թե չէ, ամեն դեպքում եմ, որ դե ուղղը տա գալիս, ասում ես, բայց պետք է վերցներ, աղջիկ կունենայր, գնացինք, ճիշտ արևային, բայց լավ մորոզը, Էլինա ջան, լավն է, շատ լավն է, իսկական ձմեռը, ես էլ եմ սողում, այնքան զգուշ եմ մանգալի, որ միամիտ չընկնեմ, ջարդվեմ, դեռ էլ ընկածը չեմ մարսել, ոչ կարող եմ նորմալ քայլել, ոչ նորմալ նստել, ունենց եմ ընկել, չեք պատկերացնի, զրախկալին, նույնիսկ ասում եմ, մեքենայի մեջ Գյորգին ձենս լսեց, թե ոնց ընկա այդ բիտոնի վրա սառուցի։ Հիմա ոնց գնանք, որ ինձ Մարիան չտեսնի, հենց այդ կոմով անցնում եմ, մի անգամից զայնայիններ աղարկում, հարսիկ, ուր գնացիր առանց ինձ էլ տար քո հետ։ Այն կոմի ճանապարհը կարճ է, ուղղակի այնտեղ մեքենաները շատ են գալիս գնում։ Դրա համար սենց ուղիղ եմ բարձրանում վերև, պետք է խանութ գնամ նոր հետ գամ էլի, գնամ դրոժ վերցնեմ, լաղունեկներին նայք, ինչ սիրուն են խաղում պարում երևում է, նայք, պարացնում են, հատուկ ցելոֆանով, երկար փետեր, ասած վերև ցելոֆանը տտվում, հաղունակներն է պարում են, բա սիրուններս, իմ կյանք, երեք աղջիկներս կասկածելով վլոգը տեղադրեցի, խոսում էի հարս-կեսուր հարաբերությունների մասին, տեքուրկին և այլն, ու մտածում էի, ընգնի YouTube թե չէ, որովհետև չգիտե ինչ հարցական կունենա, մարդիկ ինչպես կվերաբերվեն, հատկապես սկեսուրները, բայց փառք Աստծո, իմ հետևորդներն էլ են գիտակից կանայք, համ աղջիկները, համ կանայք, բոլորն էլ իմ մտքի հետ համաձայն են, մեկը չկար, որ ինչ-որ ինձ հակա ինչ-որ բան ասեր, հա, իմ կարծիքի վերաբերյալ, բոլորն էլ իմ հետ համամիտ էին, որի համար շատ ուրախ եմ, եւս մեկ անգամ համոզվում եմ, որ մենք ճիշտ ենք իրար գտել, ես եւ իմ հետ դուք էլի, ես եւ դուք,
երկու ալիքում էլ շատ ուրախ եմ, որ համակարծիքի ենք մենք բոլորս և գրել էին Աննա ջան էլի տե քորկին ունես, տալ ունես, ով երեխա ունեցել, որ Սուսան տատիկը ծորնատեր է դարձել, տալիս թորնուհին է ծնվել, տալ ունեմ, տե քորկնիկ ունեմ ու շատ են ինձ հարցնում, են տե քորկնոջ հետ էլ ես այդպես ազատ, ոնց որ Աննայի հետ եմ, դե ես Աննայի հետ արդեն 11 տարի եմ ապրել, մյուս տե քորկնոջ հետ ընդհանրապես կարելի ասել ես չեմ ապրել, բայց որ իմ վերաբերմունքը ոչ մեկի հանդեպ չի փոխվում, ինձ համար տե քորկինը նույն տե քորկինն է, ոնց որ Աննային, նույնն էլ ինքը, գիտեք, ես ամուսնացել եմ, միանգամից եկել եմ Ռուսաստան, Հայաստանում երկար չեմ մնացել, 6 ամիս եմ ապրել, հետ էլ գալիս են 3 ամիս մնում ենք, հետ են գնում, հետ գնում։ Ես չգիտեմ, մյուս տե քորկնոջ հետ էսպես որ ապրեի ինչ ձև կլիներ, կարող ենք այդքան իրար հետ երկար ապրել թե չէ, բայց իմ տե քորկանեք հրաշքներ են ինձ համար, ես իրանց հետ ոչ մի խոչընդոտ չեմ ունեցել այս 11 տարվա մեջ, շատ են էլ ինձ գրում, արդյոք իրար հետ էլ ձև եք թե չէ, ես բոլորի հետ էլ նույն մարդն եմ, երկու տե քորկանանց հետ էլ, տալիս հետ էլ, ես այդպես չգիտեմ, ոչ մեկի դեմ ոչ մի լարվածություն չունեմ, իրանք էլ իմ հանդեպ, ես իրանց հետ ազատ եմ, ինչպես իրանց հետ կլիներ իրանց քույրը, ես էլ այդ ձև եմ, ինձ համար տարբերություն չկա, տե քորկինը մնում է տե քորկին, տարբերություն չկա նաև իմ մոտ տեքրների մեջ, իմ 3 տեքրներն է շատ լավն են, շատ այսպես շնորհքով, մակարդակով մարդիկ են էլի, ոնց ասեմ, տեսնում եք դուք, իմ շփում իրանց հետ, դե մեծ տեքրը չի սիրում կամերաների առջև երևալ, նույնիսկ կարելի ասել մեզ գործը չի ընդունում, բայց հարգում եմ աշխատանքը, այդպես, իմ մեծ տեքրը ինձ համար մեծ աղբեր է, որովհետև իմ մեծ տեքրը իմ Արսենիս հետ ավելի շատ այսպես շփվել, քան այս ստեղից տեքրները, ես գոհ եմ իմ տեքրներից էլ, տալից էլ, տե քորկանանցից էլ, սկեսուրից էլ, սկեսրայրից էլ, ինձ համար տարբերություն չկա, Աննայans տունն է, այստեղ վերջացավ, գնամ խանութ նոր հետ գամ, չգիտեմ տանն են թե խոհանոցում են, հիմնականում ես միշտ խոհանոց եմ գնում, դե ընդեղ են կոֆե եփում, օրենան են ծամոքրի, զանգեն չի քշում, որոշեցի Էլինային թողնեմ նոր խանութ գնամ գամ, սպասեք, Էլինային թողեցի, Աննան է ասում մենք էլ պատրաստվում ենք, որ մենք իջնենք ձերտում, բայց մարոզա էլի, -8 է, արդեն 9 է, լավ մարոզա, ասի չէ դե, ես անկով եկա, համ պետք է խանութ գնամ, համ ասում եմ այդ կոֆե խմեմ, նոր տուն գնամ, որովհետև եթե տան գործին, այսպես կենտրոնում ես գործի վրա, միջև աշկդ բացում ես մեկն է, Էրիկն է գալիս, միջև հաց ջուր, Արսենն է գալիս, էլ չես գալու տանից դուրս գաս, Սիա Էլինա ջան արի գնամ կանք, ամաներ լվացել եմ, մնում հատակներ ավլեմ սրպեն ի վերջ, հետը գնամ հետո կանեմ, կարևորը դուրս գաս, ես մակրոթը շնչես, ինչ անի թե մորոզը, բա, ես եմ մեր գյուղը, աղջիկներս, բայց ես ինձ գյուղում չեմ զգում, ես ինձ ստեղ զգում եմ քաղաքում, որովհետև ստեղ ամեն ինչ կա, ամեն ինչով ապահովված է, մեծ խանութներ, հիմնական որ արդեն մեքենաներ ունենք, չեմ զգում են գյուղի ծանր կյանքը, որ գազերներով ես գնում գալիս, ժամերով սպասում ես, ոչ մի բան չեմ զգում, տունն էլ որ սեփական է, ամեն ինչ կա, պեշք չես վառում, չգիտեմ, ամեն ինչ գազաֆիկացված է, այսպես կոմունալ բոլոր հարմարությունները կա, ես ինձ մի տեսակ քաղաքում եմ զգում, խանութներն էլ սենց մոտիկ, դրա համար մի տեսակ չեմ զգում գյուղային հոտը շունչը, չգիտեմ, նույնիսկ դուրս ես գալիս, ման ես գալիս, մի հատ խոզի, մի հատ կովի, չգիտեմ, ինչի հոտ կամ կա ստեղ, և ինչ է ուզում ասել, այդպես աղջիկներս,
Հասա խանութ։ Չգիտեմ, խանութ բանվույնք թողի նկարեմ թե ոչ։ Գնամ մի հատ էլ արագ։ Չէ, բաց է, ես գիտեի փակ է։ Երեք ցիրկ էր եկել այստեղ։ Գնամ մի հատ էլ կոֆե խմեմ ու տուն։ Կարողանանք էլ մեր հետ իջնել։ Կարտոֆիլը լավ թանկացել էր 58 ռուբլի։ Գյորգին մոտավորապես 1 շաբաթ առաջ էր բերեց 30 ռուբլով, այսինքն ինտեր կարտոշկա իսկ այստեղ sense փոքր կարտոշկա 58 ռուբլի։ Ամեն ինչ թանկացել է։ Երկու բան ես վերցնում խանութից 5000 ռուբլի, 7000 ռուբլի գնում է, բայց բերում ես տուն, ոնց որ էլի կարիք զգաս խանութ գնալու։ Ու ամեն ինչ ես էլի առնում։ Օխ որ գները։ Գիտեմ Հայաստանում էլ է լավ թանկ։ Ես Հայաստան արդեն շուշուտ եմ գալիս գնում։ Հայաստանի գներին էլ եմ ծանոթ։ Այն օրն Արմինեն ասում է գնացել ենք խանութ, առևտուր ենք արել 60000 ռուբլի, 60000 դրամի, բայց գալիս ես տուն, բացում ես առածդ բան չի, բայց փողոց գնացել է։ Այդ էս թանկ է։ Մոտավոր մարդուն ամսական ինչքան գումար է պետք, որ լիարժեք ապրի։ Նու պարտադիր չի շոփինգների գնա, չգիտեմ, հիմնականում սնունդի համար։ Ինչքան կա մի հատ գրեք տեսնեմ ձեր կարծիքները, ինչքան փող է անհրաժեշտ նորմալ մարդուն, որ կարողանա 1 ամիս ապրել։ Ուտելիքի համար ծախսելի, ոչ թե հագուստի, չգիտեմ, մատնահարդարման, դիմահարդարման, այդ ամեն ինչը մի կողմ։ Մենակ ուտելիքի համար։ Ես ամիսը գիտեք ինչքան գումար եմ տանից հանում, դպրոց, մանկապարտեզ և հետո էլ սնունդը։ Որ հաշվեմ, ասքան ժամանակ չեմ հաշվե, բայց պետք է մի ամիս նստեմ, հաշվեմ, տերնեմ ինչքան գումար ամբողջական կազմում։ Եկար? Պրիվետ, կամաց։ Այ, հայջան, ոնց ես։ Լավացել ես արդեն։ Հա? Մի քիչ հազում ես։ Ես այդ մի քիչ նեկանցնի, որ չես հազը։ Արի։ Ava elim kanites amen ava amen or aramaşı benim Կանստե ժամը 1-ին 2-ին, չէ։ Çok çıkar. Առավոտ շատ լավ է, թարմանում ես։ Իսկ եթե անդադ քնում ես, ավտոմատ քնելու կարիք ես զգում։ Kamerayla arkadaşlar. Շատ շուտ պետք է վեքնի։ Ես ժամը 6:30-ից զարթնում։ Ես եմ։ Դու ես։ Դու բա Սոֆա, դու вообще չես քնում։ Հա? Լավ ես քնում։ Ինքը քնի ես տեղ հացը եփ երևի հասարակում էլ որ զարթում է Հա, դե երեխա է պետք։ Դե շատ խորեն ինչ բանեն են դե խորենը սարկում է բայց դե արի Ոյնի սարկած ավելի համով կլինի, որ ինչ ես սարկել խորեն, թե նա բան չես սարկել։ Ne var YouTube'da ne tek ne ekliyor tarihi. Ինչ գիտես, բակին արի քաչ, էսի կարա ուտի առնա։ Չէ։ Böyle telede bir daha abi. Յադել ստեղ հիմար է պետք։ İşte ki sen neredesin? Demek farkındayım. Տելևիզորը տարսենյակը։ Çöy ne? Seni bağlayayım. Տելևիզորի դեմ քնում է Evet haber. Çay մեռնեմ E degət kar abi la. Մարիա, Mali. այդտեղ ես քնա։ Կարավատը բերετε դի։ Çapani. Այսա կլինքի ուզում Sana aktif eleyen o paylaştı. Երևորդ մա խաչու կլինքի Gdzie? Ունես բլինչիկ։ Չդենս չի Ama ne say? Arabayı Դե հարսիկին ասա հաջող։ Հաջող, Սոֆոչկա։ Հələ ձեռով արա։ Մենք գնանք, դուք կգաք։ Հաջող, քնեն վեկենան։ Пока-пока։ Նստի բալես։ Հաջող։ Հաջող։
Արի նստի տանեմ։ Ցուրտա, ցուրտ։ Մարոսա։ Հաջող բալես։ Եկան կերանք, խմինք, թանովապուր կերանք, Սուսան տատիկ եկել էր թանովապուր էր եկել, դեռ մնացել էր։ Ջան, սուրճը խմինք, հա, քամիա, ասես քամիա։